Բուրգերի պատրաստման այս տարբերակը վստահաբար դառնալու է ձեր ֆավորիտը, որովհետև հենց այս տարբերակով է միսը ստացում անչափ հյութեղ, իսկ բուրգերը դե գժական համեղ։ Նախապատրաստում ենք բանջարեղենը, դեղրոցի ամանը դնում ենք գազօջախին եւ բուրգերի հացիկները տապակում ենք մի փոքր կարագով։ Այս ընթացքում կտրատում ենք լվացված բանջարեղենը։ Հացիկները տապակելուց հետո դեղրոցի ամանի մեջ դնում ենք սլաբադայի ձեթը եւ մանր կտրատած սոխը։ Բուրգերի կոտլետի համար միսը համեմում ենք մեր սիրելի համեմունքներով եւ նախապատրաստում ենք կոտլետներ։ Բավականին լայն ենք վերցնում, որովհետև տապակելուց փոքրանում է։ Ինչպես տեսնում եք խոլովակում, այդ տարբերակով տապակում ենք։ Պատրաստում ենք բուրգերի սոուսը։ Վերցնում ենք սլաբադայի կետչուպն ու մայոնեզը, որոնք իդեպ ես ընտրում եմ, որովհետև շատ բարձր որակի են։ Ունեն բնական համ, բույր, չեն պարունակում պահածայացված նյութեր։ Կետչուպն ու մայոնեզը իրար խառնելուց հետո ավելացնում ենք մի փոքր մանանեխ եւ ամենահամեղ սոուսը պատրաստ է։ Կոտլետը նույնպես պատրաստ է, վրան ենք դնում շերտավոր պանիր, բուրգերի հացիկի մի կողմում քսում ենք սոուսը, մյուս կողմում սլաբադայի պանրային սոուսը եւ հավաքում ենք մեր բուրգերը։ Աննկարագրելի հյութեղ եւ աննկարագրելի համեղ է ստացվում։ Անպայման դուք էլ փորձեք։ Պատրաստման ընթացքն հետաքրքիր եւ թե վերջնարդյունքը։ Մոռանաք ինձ հետեւել։